Սիրելիներս, եթե ուզում ենք մեր սիրտանոթային համակարգը լավ լինի, ուրեմն մեր սննդակարգում պետք է ներառենք կոճապախբեղ, լիմոն, բազուկ եւ անպայման նուռ։ Այս բոլորը հրաշալի սնունդ են մեր ոչ միայն ամբողջ օրգանիզմի, այլ հատկապես սիրտանոթային համակարգը լավ աշխատելու համար։ Իջեցնում ենք ճնշումը, էլաստիկ են պահում մեր արյան անոթները։ Արյան ճնշումը, որ այդքան վտանգավոր է, երբ մեր անոթները կարծրացած են, ապա դարձնում են էլաստիկ։ Միկրոբները, վիրուսները հեռացնում են, դարձնում են ավելի երիտասարդ եւ մեր արյունը, եւ իհարկե անոթների պատերը։ Սիրելիներս, այն նաեւ հրաշալի է մեր այս բոլոր սնունդները հրաշալի է նաեւ մեր մաշկի համար, իհարկե, ներառելով այն դուք ոչ միայն կարգավորում եք ձեր սիրտանոթային համակարգը, այլ ամբողջ օրգանիզմի նյութափոխանակությունը, դիմադրողականությունը եւ ամենակարևորը ասեմ, եթե իհարկե արդեն նկատում եք 40-ից հետո սրտի խնդիր, անպայման արագ պետք է դիմել բժշկի, կատարել սրտի էխոսրտագրություն 5000 դրամ մուծելով արդեն դուք տեսնում եք ձեր սրտի վիճակը եւ բժիշկների բուժումից հետո կանխարգելում հետագա վտանգը։ Սիրելի իմ ժողովուրդ, կոճապախբեղը կարող եք ներառել եւ աղցանների եւ թեյերի, իսկ լիմոնը առավել եւս բոլորդ գիտեք ինչպես պետք է օգտագործենք։ Բազուկը անպայման ներառեք հյութի տեսքով, քամում եք 50 գրամ, իհարկե թողնում սառնարանում 2-3 ժամ, ավելացնում նաև ջուր եւ խմում։ Իսկ նուռը բոլորս գիտենք, նուռը կարելի է եւ այդպես ուտել կորիզների հետ, եւ հյութի տեսքով, սիրելիներս, օգտագործեք այս բնամթերքը եւ թանկ առողջարար սնունդը հենց ձեր բոլոր սննդատցակների մեջ։